Սարյան փողոցը հինգշաբթի ուժգին պայթյունից հետո այսօր լցված է ապակու և ավտոմասերի կտորներով։ Բացի գազի բալոն տեղափոխող օփելից ևս 5 մեքենա է վնասվել։ Մեքենայի մագը ու պատրիսը խոսքի ընդեից թռել էր միջև ստե այդտենց ուժեղ պայթյուն էր եղել, մեքենայի կռիչը լրիվ չկար, էլի սալոնը լրիվ հերնանից էր։ Սարսափելի է եղել երեք իրավիճակը Երևանի այդ հատվածում։ Մի քանի ժամ Սարյանում ապրողները խեղդվել են գազի հոտից։ Մոտավոր ժամ ու կես գազի հոտը չէր կտրվում, էլի։ Սարսռացել են պայթյունի ձայնից։ Մարդկանց մի պահ թվացել է ռմբակոծում են մայրաքաղաքը։ Բարձր մինչև վերև լսվում էր։ Ինչու է պայթել բալոնը, քննչական կոմիտեն դեռ չի հայտնում, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ականատեսների խոսքով գազի բալոններ տեղափոխող օփելը մի պահ կանգ է առել Սարյան փողոցում։ Վարորդը փորձել է չգիտես ինչու տեղաշարժել գազի բալոնը ու որոտացել է պայթյունը։ Մեքենան կանգնած էր ինվինոյի դիմաց, տենց ինչ-որ գազի բալոն փոխելուց են եղել, թե ինչ, տենց ծահավոր մեծ պայթյուն եղավ, ծուխ, բան, տենց ու սկսեց բալոնը տենց ֆշալ գազ էր արձակում։ Պայթյունից տուժած երկու տղամարդկանցից մեկը, որին հինգշաբթի հասցրել էին առաջին համալսարանական հիվանդանոց, 3 ուշ երեկոյան իր կամքով տուն է գնացել։ Մյուս տղամարդուն, որ պարզապես փողոցն անցնելիս էր եղել, բժիշկները տեղում էին օգնել, նրա ճակատն էր վնասվել։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։